Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է։ Լավ տրամադրություն, հետաքրքիր կերակրատեսակ եւ ջերմ մթնոլորտ ենք ուզում այսօր ձեզ հաղորդել։ Շարունակելու ենք ձեզ ներկայացնել կերակուրներ, որոնք այդ մթնոլորտը ձեզ կհաղորդեն։ Այսօրվա իմ հյուրի հետ եմ ես այս ամենը իրականացնելու, իսկ իմ հյուրն է Արայիկ Զաքարյանը, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ, Մասլյատի ռեստորանի ավագ խոհարար։ Ողջույն Արայիկ։ Ողջույն Սեթրակ։ Ինչպես ես եղել։ Շատ լավ։ Տրամադրությունդ ինչպես է։ Աշխատանքային։ Մինչ եթեր դուրս գալը շատ ավելի բարձր տրամադրություն ունեիր։ Ինչ որ մի հուզմունք տեսա արդեն քո աչքերի մեջ։ Չէ, նորմալ է սա։ Հա։ Ոչ ես ուզում։ Չէ, ինչի եմ ուզում, առաջի անգամ ոչ եմ որ ուզում։ Հա, դե գնացինք, ինչ ենք պատրաստելու։ Պատրաստելու ենք այսօր ճագարի միսը մրգով, Մրգերով։ Ես ասեի, որովհետև արքայախնձոր, տանձ, այո, նուր, խաղող, որի անունները հայերեն գիտի թվարկելու է, մնացած թողնելու է։ Մնացածը Սեթրակը կասի։ Դդմիկ, դրա անունը դդում։ Սկզբից ելակ, ադամաթուզ, արդեն դուք ասեք Սեթրակ, հիմա բանանա, կլուբնիկա։ Ահա։ Եվ այստեղ ինչ էր սա։ Տանձ, Տանձ։ սա խնձոր, ասա տանձն է։ Տանձ եւ խնձոր։ Սա մրգային։ Եվ այնտեղ տեսնում եմ ճագարի խաշված միս։ Այո, նախորդ խաշված միսը։ Ազդրը։ Այո, մենք հիմա ձետով։ Այսինքն միսը մենք մատուցելու ենք մրգային խավարտով։ Այո, այո։ Մրգային խավարտով հիմա մի քիչ ավելացնում ենք կարակ անպայման, շատ քիչ։ Կարելի ասել մոտավորապես Կարելի ասել չենք ավելացնում։ Կարելի ասել ավելացնում ենք։ Մի քիչ ձետ։ Որպեսզի կարակը Արայիկ այդ աշխատելը շատ բարդ է, հեշտ է, շատ բարդ է, շատ հետաքրքիր է, շատ ձանձրալի է։ Ամեն ինչ կարող ենք ունենալ այսօր։ Այսինքն իմ հետ աշխատել ձանձրալի է։ Արայիկ ջան, բաղադրատոմսը կար, թե սա մտահղացման արդյունք է։ Սա բաղադրատոմսը կար, մի քիչ ավելացած մտահղացում կա իմ կողմից, իհարկե։ Այնց այսպես մեր ազգային կերակուրներն էլ մի ինչ-որ ձև մատուցում ենք, մի ինչ-որ ձև սովորում, հետո սկսում մեր մտահղացումները ներդնել և կամաց օտարել։ Սեթրակ ջան, հիմա մինչև կեղևապատվի ճագարի միսը վերցնում ենք, ու գրամաժով ես չեմ ասում, Քաշով, այո։ Վերցնում Ելակ, կարակը մի քիչ կարակ, առանց ձեթի կարակը, առանց ձեթի, կարակ, դդում, կարակը հալի մինչև վերջ, մինչև ճագարը կեղևապատվի, ես ասեցի նախորդ, նա եփած է։ Նախորդ քաշված է, աղաջրի մեջ, աղաջրի մեջ, եռացող ջրի մեջ ես քաշել, ոչ, սառը։ Սառը ջրով, այո։ Այսինքն այնպես է զարել, որ մսից ամբողջ իր հյութը, ամբողջ իր համերը գնա ջրին։ Այդ ջուրը օգտագործվում է։ Հա? Այո։ Ոնց կարող է պատահել այդ ջուրը։ Վերցնում ենք դդմիկը։ Դդմիկը կաբաչկան է։ Դա դդումը, հա։ Ահա։ Մամուլյանի ասածով լինի։ Դդումը, Տանձ, խնձորներ դա։ խնձորներ, խաղողի հետ, ուշադիր։ Սեթրակ ջան։ Սա ոնց է կլուպիկ իմ համար։ Ելակ, այո։ Բայց արդյոք ամեն համեղ կերակուր է։ Արքայախնձորը սա դելիկատես է կարող Ամեն սև բան օթելո չէ։ Այո։ Իսկ ամեն քաղցր կերակուրը։ Սեթրակ ջան, սի հայերեն ոնց է։ Հաղարջ։ Սպարուզինա։ Հաղարջ։ Սեթրակ ջան, ես նախորդ ասես դու ուղի ինձ, ես Այսինքն կերապատվի դիա, ինչ է։ պետք է կեղևապատվի։ Եվ համեմուկ նշեցինք, աղ դրել էինք ջրի մեջ քաշվելիս։ Եփելուց աղով ես էփում եմ։ Առաջի եռը իմիջայլուց մեր ճագարները շատ շուտ էփող են։ 20-ից առաջի եռից հետո 20 րոպեում ինքը պատրաստ է։ Եվ ես կուզենայի, որ եւ ես իմանամ եւ մեր հերոսադետողները լսեն, թե այքո հակվածությունը այդ խոհանոցում միշտ խանդավառված ես աշխատում, բայց հակվածությունը դեպի ազգային խոհանոցը ինչպիսին է քո։ Մանավանդ, որ
դրսերում ես աշխատել, այսպես ասած, Այսինքն ինչ այսինքն։ իմ հակվածությունը Ոչ, Բա։ դու շատ երկար ժամանակ դուրսն ես աշխատել։ 18 տարի։ Խոհարարական գաղթականների թվում ես։ Այո։ Ինչպես եւ դուք Ես երբեք դուրս չեմ աշխատել։ ներսի գաղթականների հետ եք։ Ես դրսի գաղթականների հետ, դուք ներսի։ Տապակում ենք մրգերը։ Մրգերից Հիմա ավելացնում ենք նուր, նուրը նրան հատիկներ։ Այո։ ու շատ պետք չի։ Նախնական Տնտեսության զրույցում համար։ նշեցիր, որ այս կերակուրը, չգիտեմ, եվրոպական է, չգիտեմ, Եվրոպական է։ Այսինքն ինչից ես վերցրել, որ սա եվրոպական է։ Ես աշխատել եմ Ինչ ես աշխատել։ արտասահմանում։ Հետո Ինչ է հետո։ Հետո այս կերակուրները, այդպես Եվրոպայում հենց ընդունված կերակուրներ են։ Բոլորի մո կողմից ընդունված չի այս կերակուրը։ Հա։ Ինքը ունի իր ուտողը։ Սա հստակ բաղադրությամբ կերակուր է, թե ոչ։ Հստակ բաղադրությամբ կերակուր է։ Լավ։ Լավ։ Մենք հիմա վերցնում ենք մատուցման ափսեն, Այո։ դե ձևավորումը ես թողնում եմ ձեր վրա, որտեղ մի քիչ երկար Ես- պարապ կանգնեցիք։ Ես ձևավորել չգիտեմ։ Ես կսովորացնեմ։ Լավ։ Սետրակ ջան, մենք շատ պետք չի, որ ինքը կեղևապատվի։ Բայց այնուամենայնիվ գույնը պիտի փոխի։ Եվ մեր հերոստատիտողներին նշեմ, հարգելի հերոստատիտողներ, Տնային պայմաններում ես նախորդ շեշտեցի, ես ճագարները շատ շուտ եփող են, իրեն երկար պետք չի ժարի տանել, որտեվ ինքը արդեն մի քիչ կեղևապատվեց, այո։ կարող ենք մատուցել։ Դե մատուցենք արդեն, բայց այնուամենայնիվ մեր հերոստատիտողներին հիշեցնեմ, որ մի տարօրինակ այսպես կարծիք է շրջանառվում այն կերակուրները, որոնք դեռ ծանոթ չեն մեր հանրությանը կամ ինչ որ մի նորույթ են իրենցից ենթադրում, անմիջապես մենք սկսում ենք մտածել, որ դա եվրոպական է կամ ամերիկյան կամ չգիտեմ, արևելյան, չինական եւ այլն։ Բայց պիտի հուշեմ, որ այդ Եվրոպա կոչված կամ Ասիա կամ չգիտեմ այլ տարածաշրջաններ, այդ հանոսների զարգացման ընթացքում նույնպես ստացվել է այնպես, որ այն մարդիկ, ովքեր զարգացրել են, այսինքն խոհարարները, ներառելով այս կամ այն անսովոր մթերքը կերակրատեսակի մեջ։ Այսինքն ստեղի կա անսովոր։ Սա բոլորը վիտամին է, Սետրակ ջան։ Այսինքն դու հենց առաջ ծնված օրից այսպես քեզ տունը կերակրել են ճագարի միսը ադամաթուզով եւ արքայախնձորով։ Ինչու՞ չէ։ Կարծում եմ այդպեսի բան չի եղել, բայց այնուամենայնիվ խոհանոցի զարգացման մեջ դա կիրառելի երևույթ է եւ դա նորմալ երևույթ է։ Բայց ցավը նա է, որ այն մարդիկ, նույնիսկ հայ խոհարարները, երբ որ այդպիսի մտահղացում, այդպիսի նորույթ են կիրառում, անմիջապես հղումը դեպի Եվրոպա, հղումը դեպի Ասիա, հղումը դեպի հյուսիս կամ հարավ։ Այնինչ աշխարհի կենտրոնը մոռացված, Հայաստանը մոռացված։ Հայաստանը քիա մոռացված։ Սա բերված է Հայաստանի համար։ Վերջացրի Սետրակ ջան։ Այո, Պատերազմը վերջացավ։ վերջ։ Սկսանք Հիմա խաղաղությունը։ մատուցման ձևը տեսնեմ։ Մատուցման։ 4 կողմից։ Այո։ Նորից հիշեցնենք, նախորդ խաշված ճագարի միս, թեթև աղաջրի մեջ կեղևապատեցինք, այնուհետև բազմաթիվ մթերքներ, բազմաթիվ բանջարեղեն, մեկ բանջարեղեն եւ մնացածը պտուղներ օգտագործեցինք, դդում, խնձոր, տանձ, հաղարճ, ելակ, նուր, ադամաթուզ, խաղող եւ այլն։ Եվ այլ։ Սետրակ ջան, սա դելիկատես է։ Ես դժվարանում եմ հուշել, թե այս կերակուրը որ ժամին եւ ում հետ պիտի ճաշակենք։ Չգիտեմ։ Միգուցե Արայկը հիշեցնի։ Այս կերակուրը օրվա բոլոր ժամին, որ ժամին, սա կարելի է դաժե ուտել սառը վիճակում։ Ում հետ։ Այսինքն, եթե մենք երկուսով ուտենք, երևի օգնողներ պետք է Գրիշա Անտինյանի հետ։ Խնդրեմ, Սետրակ ջան, պատրաստ է։ Այսինքն, սա դելիկատես է։ Այո, շատ չպատկերացված կերակուր ստացվեց, շատ
Խնդրեմ։ Ահա, ստացվեց այս կերակուրը, ես ուզում եմ ձեր անունից շնորհակալություն հայտնել Արայիկին, բայց նաև թույլ տանք Արայիկը ինքը արտահայտվի, թե ինչ ցանկություններ ունի ձեզ հաղելու։ Խնդրեմ։ Ես ցանկանում եմ առողջ ապրելակերպ, առողջ սնունդ, որը հիմա մեր ազգին ավելի շատ կարևոր է։ Ապրես դու, բարեկամներ, սմենք առողջ եւ կունենանք լավ տրամադրություն։ Շատ մրգային սնունդ ուտել, շատ, միրգ։ Ես փորձեմ կերակուրը ներկայացնել, իմ կարծիքով այս կերակուրը հարկավոր է մատուցել 65-70 աստիճան ջերմությամբ, բայց թե որ ժամին օգտագործենք, այդ էլ որոշեք դուք։ Այսքանն ենք պատրաստել հարգելի հեռուստադիտողներ այսօրվա համար, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ ունկնդրեցիք մեր հաղորդումը եւ ինչպես միշտ ուզում եմ, որ բոլորս լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ամեն ինչ լավ է լինելու, մի քիչ հարկավոր է սպասել։ Ցտեսություն բարեկամ։ Ճագարի միսը մրգերով։ Ճագարի միս 300 գրամ, արքայախնձոր 80 գրամ, նուռ 50 գրամ, դդում 70 գրամ, տանձ 50 գրամ, խնձոր 50 գրամ, ադամաթուզ 50 գրամ, հաղարճ 50 գրամ, ելակ 80 գրամ, կարագ 20 գրամ, ձեթ, աղ, բարեախորժակ։